Սիմոնյանի արտահայտությունը, որտեղ ըստ էության նաև ձեզ էր վերաբերվում, ձեր եղբորը, ձեր ընտանիքին։ Նախ ես ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել եւ իդեմս ձեզ, մեր բոլոր գործընկերներին, այն լրատվամիջոցներին, որոնք այսօր ողջ օրվա ընթացքում թեմային անդրադառնում էին, հետևում էին զարգացումներին եւ այդ աշխատանքը շատ կարեւոր է բոլորիս համար, այդ թվում եւ Վազգենի եւ Նարեկի։ Անդրադառնալով ձեր հարցին, գիտեք ինչումն է զավեշտը, որ մարդ, որը երկրում զբաղեցնում է բարձր պաշտոն, իրեն թույլ է տալիս անպարկեշտ եւ անպատասխանատու վարքագիծ, օգտագործում է իր քաղաքական ղեկավարից հետ չմնալով անպարկեշտ բառակազմ իր հաղորդակցման մեջ հրապարակային, մարդ, ով իր թիկնապաների միջոցով թքում է քաղաքացու վրա, վիրավորում է մարդկանց, չգիտակցելով ինքը ով է, որն է իր դիրքը, որն է իր տեղը, երբ ստանում է համարժեք պատասխանը, վազում է բողոք գրելու։ Այսինքն սա մի զավեշտալի շղթա է մի ամբողջական։ Հին ժամանակներում իմ երիտասարդության տարիներին լավ անեկդոտ կար այդպիսի։ Ասում է տղա ջան, դու կողնորոշվի, դու որսորդ ես, թե համասեռամոլ։ Հիմա մոտավորապես այդ պատմությունն է, էլի, այսինքն նա կողնորոշվեք, դուք ով եք, դուք ինչ եք անում, դուք ինչ եք խոսում, եւ ըստ էության տղաները չեն եղել նախաձեռնող կամ նախահարցակ այս հարցում, դրանք ընդհանրապես տվել են պատասխան իրենց հասցեին հնչած բառակույտին, որի արդյունքում մարդ, ով դա նախաձեռնել է, կրկնում է մարդ, որը ըստ էության իր չափի ձևի մեջ երևի թե իրեն պահի, ելնելով իր դիրքից եւ ելնելով իր զբաղեցրած պաշտոնից, վազում է բողոք գրելու։ Ես գիտեք, գնահատականը կարծում եմ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդիկ են արդեն տվել, որովհետև եթե լրատվամիջոցների այսօրվա մեկնաբանությունները կարդաք, այնինչ հնչել է, երևի թե շատ մեղմ է այնինչ հնչել է, որովհետև մի հատ խնդրում եմ, առաջարկում եմ ձեզ նույնիսկ գնացեք եւ կարդացեք մի հատ այդ մեկնաբանությունները, թե մարդիկ ինչպես են արձագանքում այս տեսակ վարքագծին։ Բայց այնուամենայնիվ մենք եւս մեկ բան պետք է այստեղ պարտադիր նշենք, որ կարծում եմ, որ սա ընդհանրապես առիթ է, որովհետև այստեղ հենց հիմա երկու օպերատոր է, երկու լրագրող։ Ինչ եք կարծում առաջադրված մեղադրանքի շրջանակներում շտացիվը տեսախցիկի, որը արգրավել են անտիֆեյկի գրասենյակից, կամ ռեժիսորական վահանակը, ինչ բնույթի տեղեկատվության կրիչ է, որն անհրաժեշտ է արգրավել այս հորինած վարույթի շրջանակում, որնա կարող եք դուք այդ հարցին պատասխանել։ Ես օրինակ տասնյակ տարիներ եմ մեդիայում աշխատել, ճիշտն ասած որևէ ձև չեմ կարողանում դրա բացատրությունը տամ, ավելին, նույնիսկ տեսախցիկների արգրավումը, որոնք ցանցային են աշխատում եւ կրիչ չունեն, այսինքն առարկան, բողոքի առարկան հանրորեն տարածված տեսանյութ է, որը հենց հիմա էլ հասանելի է։ Իմաստը ո՞րն է այդ ամեն ինչի արգրավելը, բացի մեկ իմաստից, հա? Իհարկե, խափանել հարթակի աշխատանքը ամբողջությամբ։ Եվ ինձ շատ հետաքրքիր կլինի նաև լսել բոլոր այն կառույցների եւ այսպես կոչված ժամանակին իրենց կոչում էին քաղաքացիական հասարակություն, այդ անձանց գնահատականները, եւ պատասխանը հենց կոնկրետ իմ այս հարցադրմանը, շտացիվը կամերայի, ինչ առնչություն ունի դրա հետ։ Մի հատ երիտասարդ կա այսօր խղճուկ փորձեր էր անում արդարացնելու այս ամենը, այն որ դրոներով մարդկանց նկարում, ինչ-որ բաներ է պատմում, մենք նկարում, մենք չի նկարում։ Օրինակ այդ մարդուն հարցեր եք, տարաբնույթ խոսքի ազատության կենտրոններ կային ժամանակին, ինչ-որ կառույցներ կային, որոնք իրենց պատռում էին ամեն պատեհ ու անպատեհ առիթով։ Այդ մարդկանց հարց կարելի է ուղղել, ես այդ մարդկանց պատասխանը կոնկրետ այս հարցադրմանը սպասելու եմ եւ համոզված եմ, որ չի լինելու ողջամիտ պատասխան, որտեղ իրենք երեսպաշտներ են, բոլորը։
Եվ իրանք բացարձակ որևէ խնդիր չունեն ձեր, մեր, քաղաքացիների, լրատվամիջոցների եւ որևէ մեկի շահերի պաշտպանությունը։ Դրանք ընդհանրապես գործիք էին եւ շարունակում են մնալ գործիք։ Պարոն Սահակյանյան, եթե կարելի է, նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը այսօր ասաց, որ մենք խաղաղասարակություն չունենք, ես ձեզ փոխանցում եմ, որ պատասխան չսպասեք։ Ասաց, որ 2018 թվականից հետո խաղաղասարակությունը կազմաքանդվել է, եթե նախկինում մենք հայտարարություններ լինում միանում էինք, ճնշում էինք իշխանություններին, այսօր չկա այդ միասնականությունը, բոլորը գործում են իշխանության հետ միասին։ Այո, դա այդպես է, ես չեմ էլ սպասում, դա հռետորական հարց էր, բայց ուղղակի գիտեք, լայն հանրությունը միշտ չէ, որ հասկանում է այդ նրբությունները, հա, որ դե մտել են, արգրավել են։ Կոնկրետ հարց է, դուք էլ լրագրողներ եք, այսինքն հարց են տալի, շտացիվը, ինչ տեղեկատվության կրիչ է, որ վերցրել շտացիվը տարել եք։ Տեսախցիկի շտացիվը, այսինքն ինչ պետք է որպես վկա պետք է հարցակնեն շտացիվին, ինչ պիտի անեն իր հետ։ Գիտեք, չգիտեմ, գոնե լույսը տանեին, գոնե կասեի կամ տաքանում են, կամ որոշել են լուսավորվեն, որտեղ լուսավորվելը նորաձև է, բայց էդ էլ չէ, այսինքն շտացիվը վերցրել տարել են, վահանակը ռեժիսորական վերցրել տարել են, այսինքն սա անշուշտ ճնշում է եւ փորձ է լրացնել այդ հարթակը, խափանել, բայց գիտեք, դա էլ է հիմարություն, որովհետեւ 21-րդ դարում հենց հիմա մենք այսքանով որ հավաքվենք եւս 4 հեռախոս գումարենք, մենք ամբողջությամբ ստուդիա կստանանք ստեղ, մի քիչ էլ լույսերի հարց որ լուծենք, մենք նորմալ ստուդիա կստանանք նորմալ եթերի համար, այսինքն իմաստը որն է այս տեսակ մանրախնդիր, ինչ որ էժան միջոցառումներ անելը, ինչ որ տենց այդ բաները, գիտեք, շատ զավեշտալի բաներ կար, օրինակ նույն ԱԱՑ-ի ներգրավումը ձեզ չզարմացրեց։ Ինձ օրինակ զարմացրեց, գիտեք, որովհետև այսինքն ինչ ոստիկանության այլևս չեմ վստահում այս իշխանությունները։ Այս հարցը այն հարցն էր, որ պիտի ազգային անվտանգության մարտական ստորաբաժանում պիտի դրանով զբաղվեր, այս նորմալ է դա։ Այսինքն այդ ազգային անվտանգության ծառայությունից ոչ ազգայինն է մնացել, ոչ անվտանգությունն է մնացել է ինչ-որ ծառայություն, որը որ գրպանային ծառայություն է դարձել, ինչ-որ տենց անձնական հարցեր լուծելու, տենց խնդիրներ լուծելու, այս տեսակ ինչ-որ գործառույթներ իրականացնելու։ Ես ցավում եմ շատ եւ ոստիկանության համար եմ ցավում, որ փաստորեն ոստիկանությանը այս տեսակ մանր հարցերը այլևս չեն վստահում։ Եվ իհարկե պետանվտանգությանը, որտեղ ժամանակին շատ պարկեշտ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատել, բայց սա առաջի դեպքը չի նման զավեշտների, եթե կհիշեք 44 օրյա պատերազմի ժամանակ, օրինակ ինչով պետք է զբաղվեր ազգային անվտանգության ծառայությունը ըստ ձեզ։ Ենթադրում եմ, որ օրինակ, հակահետախուզական գործողությունների կազմակերպմամբ, չէ՞։ Իսկ ինչով էր զբաղված, հիշում եք։ Հետո պարզվեց, որ իրանք այդ ողջ ընթացքում մեզ էին գաղտնալսում։ Ես նկատի ունեմ Արագ արձագանքման խումբը, որը որ Արնյուսի եւ Թերթեյի խումբը, որը ես էի ղեկավարում Արցախում աշխատող, այդ ողջ ընթացքում մեզ էին գաղտնալսում, որպեսզի հասկանան մենք ինչ կապի միջոցներից ենք օգտվում եւ այնուհետ իմ գործընկեր եւ ընկեր Կարեն Բեկարյանին եւ իմ ու Վազգենի հորեղբայր Արա Սաղաթելյանի մեղադրանք առաջադրեցին, որովհետեւ իրենք օգտվել են VPN-ից, տեսեք, VPN-ից պատերազմական պայմաններ, մասի հասկանալի է, չէ՞ որ մենք առավել զգուշավոր ենք բոլորս եղել, որից օգտվել է եւս 30,000 հոգի, որոնցից մեկը իրենց հետաքրքրող ինչ որ օգտահաշիվ էր։ Եվ այդ հիմքով, այսինքն դուք պատկերացնում եք այդ պատերազմի ժամանակ, այդ վիճակում, այսինքն իրանք բան ու գործ թողած, հետևում էին ով ինչ VPN-ից է օգտվում, որպեսզի հետո այս տեսակ շինցում հիմար մեղադրանքներ առաջադրեն, որոնք նույնիսկ դատարան չհասան։ Այսինքն այդ գործը փլվեց ամբողջությամբ։ Սա է պատկերը, այսինքն մենք ինչի մասին ենք խոսում, էլի։ Այնուամենայնիվ այսօր դատարանից ինչ ակնկալիքներ ունեք։ Ես վաղուց որևէ ակնկալիքներ տենց առանձնապես չունեմ եւ կարծում եմ դա անշնորհակալ գործ է, բայց հաշվի առնելով թե ինչպես է նաեւ այս գործընթացը կազմակերպել, գիտեք, ժամանակին ծաղրանքի առարկա էին դարձել, որ ինչ որ գրառումներ էին անում, հետո ջնջում էին այդ գրառումները, այդպես զերրագիր էր էլի իրենց մոտ։ Այսօր էլ նմանատիպ մի բան եղավ էլի, այսինքն փոխեցին հետին թվով հերթապա դատարանների աղյուսակը, այսինքն ժամերը, օրերը եւ այլն, որպեսզի երկու տեղ միաժամանակ տեղի ունենա դատական լսումներ այս հարցի վերաբերյալ, այսինքն Նարեկինը մեկ այլ դատարանում, Վազգենինը այստեղ։ Ինչի համար է դա արվում։
Այսինքն մենք կարող ենք ենթադրենք, որ սրա տակ միտում կա, մենք կարող ենք ենթադրել, որ սա ինչ որ ուղղված է այս կամ այն ավելի, այսպես ասենք, հարմար եղանակով այս process-ները կազմակերպելու։ Կարծում եմ, այո, հիմքեր ունենք այդպես ենթադրելու եւ այդպես էլ ենթադրում ենք։ Այսինքն մենք այն փուլում ենք գտնվում ընդհանրապես ողջ երկրով մեկ, որ ցանկացած բան այս ոհմակից ես սպասում եմ, այսինքն իրենք չունեն որևէ բարոյականություն, որևէ կարմիր գծեր, որևէ բարոյական կամ այլ բնույթի սահմաններ, ուղղակի գոյություն չունի եւ գոյություն չունի շատ վաղուց։ Եվ այս տեսակ հարցերում ակնկալել ինչ որ որևէ բան, ես կարծում եմ ուղղակի միանմեկություն։ Տղաները խնդրել են իրենց հովանավորներին, որպեսզի շարունակեն աջակցությունը եւ ամեն ինչ անեն, որ իմնեմնիմի եթերները չընդհատվեն։ Աշխատել եք այդ ուղղությամբ եւ կշարունակվի հեռարձակվել, չնայած ինչպես նշեցիք, ընդհանուր միջև շտատիվը, տեսախցիկները արգրավել են։ Ես ձեր հարցին երկու կողմով պատասխանեմ, հա, նախ առաջինը ես որևէ առնչություն այդ արտադրական գործընթացի հետ չեմ ունեցել ու չունեմ, երևի ավելի ողջամիտ կլինի հարցը հղել անտիֆեյքի աշխատակիցներին, աշխատակիցներից մեկին ձերբակալ են։ Մեկին, հա, ես նկատի ունեմ, ես պատկերացում չունեմ իրենց մտադրությունների եւ պլաների վերաբերյալ եւ այդ կառույցի հետ աշխատանքային առնչություն չունեմ, դա հարցի մի կողմը, իսկ մյուս կողմը որպես նախկինում ձեր գործընկեր պատասխանեմ, որ զուտ տեխնիկական առումով կարծում եմ դուք եք հասկանում, որ այս դարում կրկնում եմ 4 հեռախոսով եւ 3 հոգով մենք ցանկացած բնույթի եթեր կարող ենք կազմակերպել, հետեւաբար կարծում եմ նաեւ իրենք այլ հարց է թե ով կլինի այդ եթերում, ինչ հյուրեր կլինեն, ովքեր կվարեն, դա արդեն կարծում եմ կազմակերպչական հարցեր են, որը կրկին երևի անտիֆեյքի աշխատակազմին ուղղել ավելի ողջամիտ է։ Պարոն Սաղաթելյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ նախկին իշխանությունները, այդ թվում նաև ազգային ժողովում գտնվող ընդդիմությունը ազդեցության գործակալ են, կրկին եկեղեցուն էլ, այսպես ասած, փնովեց, նշեց, որ եկեղեցու վեհապարներ է ազդեցության գործակալ, ասաց, որ պահը հասունացել է, որևէ մեկը այլևս չպետք է լինի խորհրդարանում ընդդիմությունից։ Սա հրահանգ էր իրավապահներին, որ կարող են, այսպես ասած, շարունակել իրենց գործողությունները եւ արժեվում ընտրություններ են։ Մենք էլ ինչ սպասենք։ Իմ սիրելի գործընկեր, կարծում եմ դուք չեք ակնկալում ինձանից, որ ես լրջորեն մեկնաբանելու եմ ձեր նշած անձի հերթական դուրս տվածը հերթական առիթով։ Ես դադարել եմ դա անել շատ վաղուց, երևի ես նույնիսկ չեմ հիշի երբվանից, որովհետև դա բացարձակ որևէ իմաստ չունի ռացիոնալ տեսանկյունից քննարկել, որևէ առարկայական բան գտնել, որևէ եզրահանգումների գալ, իմաստ չունի, որովհետև վաղը ինքը կարող ասի դրա ճիշտ հակառակը, երրորդ օրը բացարձակ երրորդ բանը եւ այսպես շարունակ։ Իսկ ինչ վերաբերում է գործակալներին եւ դրանց գործողություններին, հա, ես կարծում եմ, որ ներկայումս մենք թեվակողել ենք նոր ու շատ այսպես ծավալուն չափազանց վտանգավոր փուլ, երբ մեզանից, ես նկատի ունեմ հայերիցս, որոնք որ բնակվում են այս երկրում եւ ոչ միայն հայերի, այլ նաեւ այլ ազգերի, որոնք որ մեզ հետ այստեղ ապրում են, փորձում են սարքել ի վերջո համայնք, որպեսզի մենք մեր իսկ սեփական երկրում լինենք անսեռ, անկրոն, անազգ, անհայրենիք, կառավարվող ոհմակ։ Քանի որ բոլոր գործողությունները, որոնք այս ողջ ընթացքում տեղի են ունենում, վկայում են դրա մասին, որովհետև ըստ էության տարածաշրջանի զարգացումների կոնտեքստում Հայաստանի տարածքը գուցե պետք է, բայց առանց հայերի։ Առանց հայերի ես նկատի չունեմ ամբողջությամբ ֆիզիկապես առանց հայերի, չնայած եթե դրա հնարավորությունը ունենան, եւս կարծում եմ դրան կդիմեն, ինչպես եւ 100 քանի տարի առաջ։ Առանց հայերի ես նկատի ունեմ, որը բնակեցված կլինի մարդկանցով, որոնք չունեն որևէ ինքնություն ու որևէ ընդհանրություն։
Դե հիմա եկեք հասկանանք ովքեր են այդ գործընթացների օպերատորները եւ ովքեր են այդ հանձնարարությունը ստանձնել սեփական իշխանության փոխարեն իրականացնելու այդ ողջ ծրագրերը եւ ըստ էության այդ կոնտեքստում ովքեր են ազդեցության գործակալները այդ առումով։ Ես պատասխանեցի ձեր հարցին ընդհանուր առմամբ։